եւ որփո եւ օգնի սրտո ամեն։ Սիրելիներ, ասեմ, որ վաղը 26 հունվարի առաջավորած պահքն է, հնգորյա պահքը մեր, սա զուտ ազգային պահք է, եւ Գրիգոր Լուսավորիչն է հաստատել առաջավորած կամ առաջին պահք է դες է կոչվում, որից հետո ազգը գնաց ապաշխարության։ Գնաց նաեւ սկսեցին մկրտվել, արդեն քրիստոնեությունը տարածվեց Հայաստանում։ Ուրեմն միշտ առաջավորած պահքից հետո շաբաթ օրը լինում է Սուրբ Սարգսի տոնը եւ իր որդու եւ 14 զինվորների։ Երբեմն ասպես Սուրբ Սարգսի պահք, բայց այդպես չէ։ Սրբերի տոնի հետ կապված տոներից առաջ պահք չի լինում։ Շատ լավ։ Սուրբ Սարգսի տոնել կլինի ուրեմն շաբաթ օրը հունվար 31-ին։ Ու քանի որ պահքից խոսեցին, որտեղ անդադ հարցնում են, ասեմ, մեծ պահքը սկսվելու է այս տարի 16-ից, փետրվարի 16-ից կսկսվի մեծ պահքը։ Այսինքն 13-14 յառանց առաջի տոն է, տրնդեզից 2 օր հետո, լավ այդպես ասեմ, որ ձեր մեջ տպավորվի։ Ուրեմն փետրվարի 16-ին։ Զատիկն էլ ասեմ, թե այդքան դժվար իշենք։ Զատիկը ևս շատ լավ։ Ապրիլի 5-ին։ Նա էլ մայրության տոնից 2 օր առաջ, ավետման տոնից ապրիլի 7-ից 2 օր առաջ կլինի։ Այդպես ավելի միգուցե հեշտ իշենք։ Ուրեմն ապրիլի 5-ին։ Շատ լավ։ Հիմա օրվա ընթերցվածը այսօր ասում է, երբ Հիսուս իմացավ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպեսզի իրեն թագավոր անեն կամ թագավոր դարձնեն, դարձյալ միայնակ դեպի լեռը գնաց։ Սիրելիներ, ուրեմն նախապատմությունը հացի բազմացումն է։ Երբ Քրիստոս հացը բազմացնում է, շուրջ 5000 հոգի կերակրվում են, երբ որ ուտում են, կշտանում են, այսպես հագենում են, ինչ են ասում մարդիկ, ասում են մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին, ահա սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ է գալու։ Մինչև այդ Քրիստոս շատ բժշկություններ էր արել, մարդիկ եկել են բժշկության համար։ Ասում է, երբ իբերական ծովի հանդիպակաց կողմն անցավ, նրա ետևից բազում ժողովուրդ էր գնում, որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիվանդների վրա։ Եվ Հիսուս աչքերը բարձրացրեց, տեսավ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Այդ բազում ժողովուրդը, որ միայն հաշվեցին չհաշված կանանց ու երեխաներին 5000 հոգի էին։ 5000 հոգու կերակրեց ինքը հացը ձուկը բազմացնելով։ Եվ դրանից հետո ժողովուրդը ինչ ուզեցին։ Ուզեցին, որ այս տեսակ մարգարե իրենց ուզածով է, իրենց սրտով է։ Իրենք սպասում էին մարգարեի կամ Աստծո որդու կամ Փրկչի Գալստյանը, Հիսուսի Գալստյանը։ Բայց պատկերացումները մի քիչ տարբեր էին։ Իրենք էլ շատ պատերազմներ անցած ժողովուրդ էին, շատ էին տուժվել եւ այս շրջանում էլ գտնվում էին հռոմեացիների իշխանության տակ։ Իրենք ձգտում էին ազատության եւ իրենց համար Փրկիչ կոչվածը հոգևոր իմաստով այնքան էլ ընկալելի կամ ձեռնտու չէր։ Իրենք ուզում էին Փրկիչ, որը աշխարհի հետ կապ ունի, որը ավելի հզոր է, որը կարող է գալ իրենց օգնել, հավաքել, հեղափոխություն անել, ժողովրդին պատերազմել, հաղթել թշնամիների, երկիրը ազատագրել։ Այս տեսակ Փրկչի էին սպասում իրենք։
նյութական իմաստով։ Եվ Քրիստոս գալիս է արդեն հաց է տալիս, տեսնում են, որ ինքը նաև նյութականի հետ էլ կապ ունի։ Ինքը կարող է մեծ հրաշքներ գործել, զորավոր գործեր անել, կարող է ազգին փրկել։ Դրա համար ասում են, սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ է գալու, եւ ուզում են նրան թագավոր դարձնել, դե իհարկե իրենք այս շրջանում թագավոր չունեն։ Մենք էլ ենք այս ճանապարհը անցել ժողովուրդ նմանություն ունենք մենք հրեաների։ Իրենք էլ աշխարհիկ իշխանություն չունեն, թագավորությունը կորցրել են, հզոր թագավորություն են կորցրել, զարգացած։ Ունեն միայն հոգևոր իշխանություն։ Մեր պետությունն էլ հարյուրամյակներ ապրել է հոգևոր իշխանությամբ։ Եկեղեցին եղել է բոլորին միավորողը։ Հիմա էլ գիտեք, համայնքներում, դրսի, Սփյուռքում, որտեղ որ կապված են եկեղեցու հետ, իրենք հայությունը պահում են, եթե ոչ, հասկանում եք, կորցնում ենք, լուծում ենք ուրիշ ազգերի մեջ։ Այսպես իրենք ուրեմն ունեին հոգևոր իշխանություն, բայց չունեին աշխարհիկ թագավորություն չունեին։ Ուզում էին վերահաստատել իրենց իշխանությունը։ Եվ այս ճանապարհին մոտենում են Քրիստոսին, տեսնում են, որ զորավոր անձնավորություն է։ Բայց ինչ է ասում է, Քրիստոս իմացավ, որ իրեն ուզում են բռնել, տանեն թագավոր դարձնեն։ Ինքը ինչ արեց, հրաժարվեց։ Միայնակ դեպի լեռը գնաց, դուրս եկավ իրենց միջից։ Այստեղ նմանություններ ենք տեսնում, որ 40 օր ծոմ պահեց Քրիստոս անապատում եւ ինչ է եղավ, ասում է, սատանան նրան տարավ բարձր մի տեղ, ցույց տվեց աշխարհի ամբողջ թագավորությունը եւ ասաց. «Այս ամենը քեզ կտամ, եթե երկրպագես ինձ»։ Բայց Քրիստոս իհարկե հրաժարվեց։ Սատանան փորձիչ էր, ինքը կարծում էր, որ իհարկե Աստված չի կարող հաղթվել, բայց քանի որ մարմին էր ստացել, ինքը դրանից դրամար եկավ, որ փորձեր տեսնել, մարմնով դժվար է դիմակայել ծոմին 40 օր, առանց հաց, առանց ջուր, դրա համար իրեն թույլ տրվեց, որ ինքը մոտենա եւ փորձի։ Բայց իր աշխարհ գալը դա չէր, աշխարհի իշխանությունը չէր։ Նույնիսկ եկեք հիշենք Պետրոս առաքյալի խոսքը, հիշեք Քրիստոս ասում է, ինչ են խոսում մարդիկ իմ մասին։ Ասում են, որ դու մարգարե ես, Հովհաննես Մկրտիչն ես, Եղիան ես, որ նորից եկել ես եւ այլն, Հովհաննես Մկրտիչը ներողություն։ Մարգարեներից մեկն ես։ Երբ Քրիստոս ասում է, լավ, դուք ինչ եք կարծում իմ մասին։ Այստեղ Պետրոսը ասում է, Տեր, դու ես ճշմարիտ Աստծո որդին Հիսուս Քրիստոսը, խոստացյալ Մեսիան դու ես։ Այդ ժամանակ դա մեծ ռիսկ էր նման բան ասելը։ Պիտի կարողանար տեսնել, բայց Քրիստոս ասում է, իհարկե Աստված քո միջով խոսեց։ Քո բերանով Աստված խոսեց։ Եվ ճշմարտություն արտաբերեցի դու։ Դրանից բացի շարունակություն եմ ուզում ասել, տեսեք Պետրոսը ինչ վստահությունն էր Քրիստոսի հետ կապված։ Բայց հետո որոշ ժամանակ անց այդ ժամանակ Քրիստոս ասում է, ես գնալու եմ Երուսաղեմ, այնտեղ չարչարվելու եմ, ծեծելու են ինձ, խայտառակ պիտի անեն, խաչը պիտի բարձրացնեն, ի վերջո պիտի սպանեն եւ երրորդ օրը հարություն պիտի առնեն։ Պետրոս առաքյալը ասում է, Տեր, քավ լիցի, Աստված չանի, որ նման բան լինի քո հետ։ Ոնց թե դու մեծ հեղինակություն ունես, մենք ճանաչում ենք քեզ, դու հրաշքներ ես գործում, դու կարող ես երկնքից հրեշտակների գունդեր իջեցնես, որ իրենք պատերազմեն, դու ամեն ինչ կարող ես, ինչպես հնարավոր է, որ քո հետ նման բան պատահի։ Դու փառք ես վայելում, պատիվ ես վայելում մարդկանց կողմից։ Նաև իրենք էլ են այդ փառք ու պատվից օգտվում, առաքյալները, չէ՞ որ իրենք Քրիստոսի առաքյալներն էին, աշակերտներն էին, իրենց էլ էին հարգում։ Նշանակում է իրենք եւս պիտի զրկվեն այդ հարգանքից եւ Քրիստոս նման ծանր վիճակներով պիտի անցներ։ Խայտառակ մահվան միջով, գիտեք, խաչի վրա ամենավատ հանցագործներին էին կախում։ Օրերով մնում էին, ջուր էին տալիս, որ իրենք չմահանան։ Ու ժողովուրդը գալիս հայոյում էր եւ թքում էին նրանց վրա։ Դա խայտառակ մահ էր, դա համընդհանուր պարսավանքով մահ էր։ Ու Քրիստոս դրա մասին է խոսում։
Երբ որ Պետրոսը ասում է քավլիցի, որ քո հետ Տեր նման բան պատահի, Քրիստոս ասում է ետի սանցից սատանա հակառակով հետ գնա։ Աստծունը չես խորում, մարդկային ես խորվում, մարդկային մտածողությամբ ես մտածում։ Ասում է իմ աշխարհ գալը նպատակը հենց զոհաբերվելն է։ Պիտի անպայման գամ խաչը բարձրանամ։ Դու ուզում ես, որ այդ փրկagorցության ծրագիրը չկատարվի, պիտի անպայման գամ, պիտի խաչը բարձրանամ, բայց անպայման երրորդ օրը հարություն պիտի առնեմ։ Դե իրենք չէին հասկանում այդ հարությունը այդքան։ Անկարելի էր իրենց համար, դժվար ընկալելի էր։ Բայց դա նման էր երեխայի ծնվելուն, երկունքի ցավին, երբ որ կանայք ցավով զավակ են ծնում, տրտմությամբ զավակ են ծնում, բայց երբ երեխան ծնվում է, մոռացվում է ամբողջ այդ տրտմությունն ու ցավը։ Այդպես էլ ասում է ուրախության վերածվող վիշտը, ցավը, որը որ դառնում է ուրախություն։ Այ երբ որ Քրիստոս հարություն առավ, արդեն ամեն ինչ փոխվեց, իրենք տեսան, հասկացան, փոխվեց ամեն ինչ, մոռացան այն դժվարություն, այն ամեն ինչը որ տեսավ Տերը, այդ ամեն ինչը մոռացվեց, անցավ մի կողմի վրա, արդեն սկսեցին քարոզել հարուցյալ Քրիստոս, հարություն առած Քրիստոսին սկսեցին քարոզել։ Շարունակություն էլ ընթերցեմ, ասում է դարձյալ միայնակ դեպի լեռը գնաց։ Իմիջիայլոց շատ տեղերում կա, Քրիստոս առանձնանում է անդադ լեռան վրա, երբ որ առանձնանում է բարձր տեղեր գնում է աղոթք անելու։ Դա շատերը հարցնում են, ասում են ինչու է եկեղեցիները բարձր տեղերում շինված։ Կապված է նաև Տիրոջ հետ, որ Տերը առանձնանում է բարձր տեղեր։ Այդ բարձրությունը նաև Աստծո խորհուրդ ունի, կտրված ավելի բարձր վայր է նշանակում, դեպի Աստված։ Դրա համար մեր եկեղեցիները աշխատում են շատ տեղերում, գնում եք տեսնում եք, անմատչելի դժվար տեղերում եկեղեցիներ են կառուցել, որ հնարավոր է առանձին կտրված, ասում են ինչու են այսքան հեռու տարել, ինչու են այսքան այսպես սարերի գլխի ինչին են այնպես փակ տեղեր, դժվար անցանելի տեղեր, դեռև առանձնանալու համար։ Երբ երեկո եղավ նրա աշակերտները ծովեզեր քիչան։ Առաքյալները առանձին գալիս են նստում են նավակ ու Գալիլեո լիճը, որ կոչվում է Տիբերիո լիճ, Կափառնայումի լիճ, այնտեղ ինչքան բնակավայր կա կողքերը, համարյա այդ լիճը այդ բնակավայրերի անով է կոչվում։ Ոնց որ իմաստեն Սևանի լիճ, Վարդենիսի լիճ, Մարտունու լիճ, Քյավառի լիճ, չգիտեմ։ Այդպես էլ Կափառնայումի լիճ, Գալիլեո լիճ, Տիբերիո լիճ, այդտեղ Տիբերիոսն էլ կայսրն է իր անունով քաղաք եղել, դեռ Տիբերիա, մինչև հիմա կա այդ քաղաքը։ Այս Տիբերիա անունով քաղաք կա, այնտեղ։ Իրեն գալիս են ծովի մյուս կողմը անցնել, դեպի Կափառնայում են գալի, Կափառնայում ինչու են գալիս, որտեղ այս 3 տարիների ընթացքում Քրիստոս հիմնականում ապրեց Կափառնայումում։ Եվ հիմա էլ ուրիշ անգամ եմ ասել, որ գալիս է այնտեղ գրված է Քրիստոսի բնակավայր, Կափառնայում գյուղի այդ բանը որ կա, ցուցանակը այո գրված է Քրիստոսի բնակավայր կամ Քրիստոսի քաղաք կամ Քրիստոսի գյուղ։ Եվ երբ մութն ընկավ, Հիսուս դեռ իրենց մոտ չէր եկել, երբ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկվում էր, եւ շուրջ 5 կամ 6 կիլոմետր թիավարելուց հետո տեսան Հիսուսին, որ քայլում էր ծովի վրայով։ Եվ նավակին մոտեցել է, ժորդ գիշեր է արդեն, մութն ընկել է, քամի է, նավը նաև մի կողմից վախում է, իշտ է մեծ լիճ չի այդ լիճը, ժորդ երևի 10-20-ի վրա էլի կիլոմետրով, մոտավորապես եմ ասում, տարբեր այսպես, մեր Սևանից մի քանի անգամ փոքր է, ոնը մի 3 անգամ լավ։ Դեռ ասում է Հիսուս դեռ իրենց մոտ չէր եկել, երբ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկվում էր, երբ այստեղ ընթերցեցի ես ներողություն աչքերս եք պատեմ։ Երբ Քրիստոս ծովի վրայով քայլելով եկավ, նավակին էր մոտեցել, սաստիկ վախեցան։ Եվ ասաց, ես եմ, մի վախեցեք։
Ստե վախենալու մասին է խոսքը։ Չէ որ առաքյալները մշտապես Քրիստոսի հետ էին, տեսնում են Քրիստոսին։ Բայց իրենք ձկնորսներ էին, ամբողջ կյանքում ծովի վրա են եղել։ Եվ պատմության մեջ չէր եղել նման դեպք, եւ իրենք էլ չէին տեսել, եւ հնարավոր չէր ֆիզիկապես նաեւ որ մարդը ջրի վրայով քայլի։ Հիմա կան աճպարանություններ են անում, ջրի մեջ պես չիլես ապակի են դնում, վազում են, նման բաներ ցույց են տալիս, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Այն ինչ որ տեղի ունեցավ Քրիստոսի հետ, սա ուրիշ է։ Եվ տեսնում են իրենք Քրիստոսին, բայց վախենում են, որովհետև իրենք Տիրոջը տեսել են, որ հրաշքներ է գործում, բայց այդ հանգամանքում ջրի վրայով քայլելուց իրենք տեսնում են առաջին անգամ իրենց համար կասկածելի էր, վախենալու էր, գումարած դրան Քրիստոսին այլ կերպ էին տեսնում, իրենք մինչև չէին ճանաչել, որ Քրիստոս կարող է ջրի վրայով քայլել։ Նորություն է, սա բացահայտում էր իրենց համար։ Չէր էլ ակնարկել Տերը, որ ես կարող եմ ջրի վրայով քայլել։ Նման ակնարկություն չէր եղել, իրենք նախապատրաստված չէին։ Դրա համար երբ որ իրենք տեսան, մի ուրիշ տեղ ասում են, կարծում էին, որ հոգի է, մտներով միլիոն բան անցավ առաքյալների։ Նոր հանգամանքի մեջ տեսան։ Նոր հայտնություն եղավ, նոր բացահայտում եղավ Քրիստոսի վերաբերյալ։ Հիմա այսպես խոսում ենք, որպեսզի ավելի պարզ պատկերացնենք, մենք կողքից դիտողներ ենք, հիմա այնքան հանգիստ ենք մենք, շատ հանգիստ ընդունում ենք այդ ամեն ինչը, արդեն գիտենք, բայց նույնիսկ մենք, որ այդ պահին տեսնենք Քրիստոսին, մենք պատկերացենք ծովի վրա լինենք նավակով, գիշերով ու հանգարց մեկը ջրերի վրայով քայլելով գա, միգուցե այդպես մտածենք, ասենք, լավ Տերն է, բայց մենք ով ենք, որ Տիրոջ առաջը կանգնենք, մենք ով ենք, մենք միշտ նույնիսկ մոտենում ենք ավետարանին, մեր հասցեն ենք ասում, ժողովուրդ։ Երբ որ գալիս ենք համբուրելու, բոլորս ասում ենք մեղ Աստծո, դա մեր հասցեն է։ Որ ասում են Տեր, ես մեղավոր մարդ եմ, ինձանից հեռու մնա։ Հեռու մնա, ես մեղավոր եմ, որտեղ Աստված մաքրություն է, սրբություն է, ասում է, ես մեղավոր եմ։ Իրենք տեսան Քրիստոսին մի քիչ ավելի բարձր կարգավիճակում։ Եվ այդ մեղավորության զգացողությունը վստահ են, որ իրենց մեջ ավելի շատ խոսեց։ Իրենք կարծես թե ամեն օր հաց են ուտում, շփվում էին իրենց համար սովորական էր դարձել, բժշկությունները, հրաշքները սովորական էին իրենց համար, բայց այս մեկը նորություն էր։ Եվ սա խոսում էր Քրիստոսի հստակ աստվածային կամ աստված լինելու հանգամանքի մասին։ Դրա համար իրենք նաև վախեցան, ու մենք էլ կվախենայինք։ Մենք էլ շփոթվենք, մենք էլ կխառնվենք իրար։ Այսպես կարող ենք հիմա ասել, գիտեք, հա, մենք արդեն գիտենք, մենք արդեն Քրիստոսին որ տեսնենք ջրի վրա քայլելուց, մեզ մոտենալուց, մենք շատ լավ կընդունենք, բայց այդպես չէ։ Մենք շփոթվենք, մենք էլ կխառնվենք, մենք էլ կվախենանք եւ ահ կընկնի մեր մեջ։ Այնպես որ առաքյալները վախեցան եւ Քրիստոս ասաց դուրը որ ծեծում են, ասում են ով է, պիտի ներկայանանք, չի անում ասենք, բայց եթե հարազատ տեղ է, ու մեզ ճանաչում են, ասում ենք ես եմ, որտև ասում է ոչխարները հովին իրեն ձայնից են ճանաչում, նման կերպով էլ Քրիստոս ինչ ասաց, ես եմ, ձայնից արդեն ճանաչեցին, վերջնական, որ մի վախեցեք, և ասում են նրան, ուզում էին նավակի մեջ առնել, նավակը շուտով հասավ այնտեղ ուր գնում էին։ Եվ հաջորդ օրը ժողովուրդը նույնիսկ գալիս է, հիմա գանք են հացի բազմացմանը ու կավարտենք։ Ժողովուրդը տեսնում է Քրիստոս այնտեղ չէ, գալիս են Քրիստոսի հետևից, որպեսզի իրեն խնդրեն, որ թագավոր դառնա կամ այսպես, եւ Քրիստոս ինչ է ասում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք ինձ փնտրելու եք ոչ թե նրա համար, փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ կամ հրաշքներ տեսակ, այլ որովհետև կերաք այն հացից եւ կշտացաք։ Գնացեք, աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է
հավիտենական կյանքի համար, որը մարդու որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը Աստված։ Այն կերակուրը, որ հավիտենական է բան, դա Աստծո խոսքն է, դա Քրիստոսն է։ Տեսեք, նմանությունը հիմա երբեմն մեր մոտ էլ կարող է առաջանալ, ասենք բարեկամներ են, հարազատ են, մեկը մյուսին օգնում է, չէ, հաճելի է, բայց մարդը կարող է սովորել դրան ու ասել, մտածել ինչ լավ է, որ բոլորը իրեն օգնում են, իսկ ինչքան լավ է, երբ որ դու ես օգնում։ Նշանակում դու էլ հնարավորություններ ունես։ Հիմա Տերը ինչ է ասում, այս նմանություն կա սրա հետ, մենք ոնց որ մեկին օգնություն ենք տալիս, բարի գործ ենք անում, բայց ազգեր կան օգնություն ինչ են անում, աշխատանք են տալիս մարդուն, որ ավելի օգտակար է, որ եւ մարդը ունենա իր հարգանքը ունենա եւ պատիվը, ինքնասիրություն ունենա, ինք իր արժեքը բարձրացնի։ Հակառակ դեպքում այդԱվ ասեմ, ուրացկանին անդադ գումար տալով այդքան էլ լավություն չենք անում, հետո դա դառնում է իրեն համար արեստ, այդ աշխատելու ձևն է, երբ որ ուզում ենք մարդուն լավություն անենք, օգնենք, որ աշխատանք ունենա, մարդը ինքն էլ ստեղծագործող դառնա, ինչպես Աստված է ստեղծագործող, այդպես էլ մենք դառնանք ստեղծագործող յուրաքանչյուրս, իհարկե իրար օգնեք, իրար օգտակար եղեք, ձեռք բռնեք, իհարկե ներության մեջ եղողին էլ անպայման, բայց ճիշտ է, որ ի վերջո ամենալավ օգնությունը իրեն այնպես անել, որ ինքը կայացած անձնավորություն դառնա եւ ինքը եւս ստեղծագործի, ինչպես Աստված։ Այնպես որ շատ ժամանակ ասում ենք ինչի Աստված սրան չի պատժում, ինչի Աստված սես չի անում, նես չի անում, որտեվ Աստված չի եկել դրա համար, Աստված եկել է ասում է, գնացեք, ղեկավարեք, ապրեք, ստեղծեք, հարաբերություններ ստեղծեք, Աստված ասում է հարաբերությունները մաքուր պահեք, արդար եղեք, ազնիվ եղեք, հավատքով եղեք, եթե դժվարանաք աղոթքով խնդրեք, Աստված ձեզ կզորացնի, խնդրեք Աստծուց իմաստություն խնդրեք, դրանք տարբեր են, տեսակ տարբերություն։ Սա էլ որ ուզեցի այսօր մտորեինք, մտածենք, որտեվ այս ամեն ինչը մեր համար շատ կարևոր է, մենք ապրում ենք, մենակ պատարակով չէ իհարկե, պատարակը շատ կարևոր է, բայց Աստծո խոսքն էլ պիտի մտորենք մենք յուրաքանչյուրս մեր մեջ, մեր համար եզրակացություններ անենք եւ խնդրենք Աստծուն թող ինքը մեզ փոխի, յուրաքանչյուրից փոխի։ Դե մենք դժվարանում ենք երբեմն մենք ինքներս մեզ փոխել, ասելու Տեր Հիսուս, Տեր Աստված, ինձ առաջնորդի, ինձ ուղղի, ես չեմ կարողանում հաղթարել այս բացակայությունը, այս մեղքը, այս սխալը, չեմ կարողանում հաղթարել կարոտը, չեմ կարողանում հաղթարել հայոյախոսությունը, այն ինչ որ մեզ խանգարում է Աստծուն մոտենալու համար։ Խնդրենք Աստված կզորացնի մենք ավելի հեշտ կանենք, մենք չենք էլ զգա։ Երբեմն խոսեք չհասկանալով, որ ձեր բերանով Աստված է խոսում։ Սուրբ Հոգին կխոսի ձեր միջով։ Եվ դուք վկաներ կլինեք, շատ դեպքում Աստծո խոսքի քարոզիչներ կդառնաք, յուրաքանչյուրը ձեր չափով, ձեր տարածքում, ձեր շրջապատում, ձեր հարևանության, բարեկամության եւ ընդհանրապես ում եք որ շփվում եք, մի մոռացեք, որ քրիստոնյա եք, չէ՞։ Երբ որ գալիս է վիճաբանելու պահ, հետ պահ հիշեք, որ դուք քրիստոնյա եք, որպես քրիստոնյա մոտեցեք հարցին։ Հիշեք, որ Տերը տեսնում է եւ ամեն ինչ պիտի տեսնվի։ Իր շնորհները իմաստությունը յուրաքանչյուրիդ հետ Ամեն։ Երկում ես համար դակած այն բարբարով բանալուց բերանքներ, կարծանս կեզ երկնավորթար երկել և ասել։